Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ կատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ։ Ամեն։ Կարդացի Ծննդոց 28:15 խոսքը։ Սիրելիներս, ամեն օր փառք տանք մեր Տիրոջը, ամեն։ Բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, լավ ու դրական հաճելի օր եմ մաղթում բոլորիս։ Սիրելիներս, ցույց եմ տալի լիմոնը, թե ոնց է աճել։ Հիշում եք, մի տեսակ թփերը մի տեսակ հավաքված, թափվել էին, իսկ հիմա խնդրեմ, աճում է արդեն, փարթամացել է, գեղեցիկ ծառ է դարձել, այստեղ էլ դեկորատիվ ծառն է։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, եկեք միասին պատրաստենք վարսակի փաթիլներով դիետիկ հաց։ Բլենդերի մեջ լցրել եմ 250 գրամ վարսակի փաթիլներ, ավելացնում եմ մի տուփից մի քիչ ավել կաթնաշոր։ Բոլոր յուղայնության տեսակի կաթնաշոր կլինի, սիրելիներս։ Կաթնաշորը ավելացնելուց հետո ավելացնում եմ մեկ հատ ձու, այսօր ձու չկար տանը, մեկ հատ ձվով եմ պատրաստում, կլինի ոչինչ։ Համարյա 200 գրամ չկա, մոտ 150-160 գրամ կեֆիր է ինձ մոտ։ Այս սերմերից, սիրելիներս, կավելացնեմ, շատ համեղ է ստացվում։ Եվ աղ կավելացնեմ։ Բավական է սա։ Հիմա կսկսեմ արդեն բլենդերով հարել։ Խմորը արդեն պատրաստ է, ջեռոցի տապակի մեջ դրել եմ յուղաթուղթ, հիմա լցնում եմ վարսակի փաթիլներով պատրաստած խմորը։ Կարող ենք քառակուսի պատրաստել, կարող ենք լավաշի նման ավելի բարակ, ոնց ուզում եք ձեր ցանկությամբ պատրաստեք, սիրելիներս, ենթարկվող խմոր է։ Ուղղակի պետք է վերջում գդալը թաթախել ջրի մեջ և հավասարացնել, այսքանը բարդություն չկա։ Հիմա այս լրիվ այսպես կմաքրեմ, ամանը կլցնեմ, նոր կհավասարացնեմ։ Այսպես թռչում ես ջրի մեջ, սովորական ծորակի ջրի մեջ, ուղղակի որ գդալի ծայրը թացանա, որ հավասարացնի։ Տեսնում եք, ստացվեց կոկ գեղեցիկ խմոր, միևնույն ժամանակ շատ համեղ և օգտակար մեր առողջության համար։ Հավասարացրեցի, հիմա այս խառնուրդը բոլոր սերմերի այս համեղությունը այսպես կցանեմ, ես շատ եմ այսօր անելու, ինձ դուր եկավ շատ, աղցանների մեջ էլ եմ լցնելու, սիրելիներս։
դնեմ ջեռոցը և ֆելո։ Սայքի փաթիլներով հաց, դիետիկ, չգիրացնող, հագեցնող, համեղ հաց։ Արդեն ընտանիքիս անդամներն էլ են օգտվում, ասեմ, որ տղաթոռս, ամուսինս, բոլորն էլ արդեն ուտում են, իրենց շատ դուր է եկել, որ մեկ անգամ պատրաստեք, շատ դուր կգա ձեզ և անընդհատ կուզենաք, որ պատրաստեք այս դիետիկ վարսակի փաթիլներով հացը։ Իմ լավ բարեկամներ, հիմա ես ձեզ ցույց եմ տալիս, տեսնում եք, մի փոքր ուտեմ, շատ փխուր համեղ է, իմ լավ բարեկամներ։ Պատրաստեք և շատ գոհ կլինեք, խոհանոցը մաքրեմ, որդիս գնացել է խաշ գնելու, շուկա է գնացել, կհանդիպենք մի քիչ հետո։ Ասացի չէ, որդիս խաշ է գնել, հիմա ցույց եմ տալիս, այստեղ տավարի փոր է, հիմա հոտ եմ քաշում, հոտ չի գալիս, տեսնում եք, առաջին հայացքին լավ, մաքուր, պլպլան, բայց շատ աշխատանք կա այս փորի վրա կատարելու, որ ես պետք է արդեն առավոտվանից սկսեմ անել։ Սա էլ ոտեր է, սա այս բջեղի մասերն է, ես հետո ցույց կտամ ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք։ Սա էլ վերևի կտորներն է, ոտի մասերն է, բաժանել են, հենց տեղում ջարդել են, տեսնում եք տոտիկները, սա էլ վերևի մասն է, սա էլ է ծունկ, մենք ասում ենք զինգ, սա ոսկոր է, որի մեջ ծուսկ է, շատ համեղ է ստացվում խաշը, պետք է տարբեր կտորներից լինի խաշի բաղադրիչները, որ ավելի համեղ լինեն, իմ լավ բարեկամներ։ Լցնում եմ մեծ կաթսայի մեջ 50 լիտրանոց, հետո կլցնեմ սառը ջուր, առավոտը արդեն կսկսեմ մաքրելու գործողությունը։ Սա էլ է ոսկորոտ, այդ ծունկի վերևի մասն է, փափուկ մսերը կհանենք, սիրելի հարազատդարձած ընկերներ, ոսկոր կդնեմ արդեն այդ խաշի հետ, սիրելիներս, ոնց փառք չտամ Աստծուն, ամեն ինչի համար պետք է փառք տանք Աստծուն, փառավորենք մեր Տիրոջը, ամեն բանի մեջ, առողջության համար, հաջողության համար, գնումների համար, առանց Աստված դատարկությունն է մեր կյանքը, թող փառավորվի մեր Տերը երկնքում և երկրի վրա։ Հիմա ցույց եմ տալիս, 3 կտոր էլ տավարի միս է վերցրել, չնայած սառցախցիկում ունենք, ասեցի, ասում եմ, մամա, ոչինչ, այս ծախողն ասել է, սա էլ վերցրու, ամոթու վերցրել է, այդ ձևի տղա է, իմ տղան խղճով, այստեղ դրել եմ արդեն այդ ծունկի վերևի մասը, որ կտրտի ամուսինս։ Մանիկ ջան, մի հատ կոֆե դիր խմենք, մինչև պապան միսը կտրի, վերջացնի, սիրելիներս, այս փափուկ միսը, զունգի միսն է, կաղամ կանեմ մի համով, հոտով, տոլմա, ոսկորն էլ արդեն խաշի մեջ, բավականին փափուկ միս է, մի կիլո էլ, տավարի ոչ թե ճարպ, այլ միս կաղանք ստացվի մի համեղ հյութալի տոլմա, ամուսինս իր գործը մսի հետ կապված կատարեց, դանակը սրում է, տալիս է որդուս, ինքը արդեն հանգստանում է, հերթը որդուս է, մաքրում է տոտիկները, այստեղ մի հետաքրքիր, որ ուզում եմ ձեզ ցույց տամ, շատ կարևոր է, հիմա կտրի վերջացնի, ցույց կտամ, թե որտեղից է հանելու, այ հիմա ցույց եմ տալիս, այստեղ ունենք 2 կտորների մասերի բաժանված այս տոտիկների արանքում այսպիսի թաքնված հոտ ունեցող կտոր,
պետք է հանենք սրանք ամբողջովին, մաքրենք, սրանք ճարպեր չեն, հոտեր են, որոնք պետք չի մնա, որ մեր խաշին տհաճ հոտ չտա, սրանք հոտ են տալիս խաշին և խաշի համը համեղ չի լինում, թաքնված է երկու տոտիկների արանքում, հիմա կհանի ցույց կտամ, այս սրանք են սիրելիներս, եթե խաշ կպատրաստեք անպայման հանեք, այս սրանք են, հեն են, տեսնում եք, այստեղ է, որ դուք առնեք կզգաք, այստեղ էլ տավարի միսն է կտրում, 3 կտոր որ գնել էր, և մսի գործողությունը վերջացնում ենք այստեղ, կլցնեմ տոտիկները առանձին կաթսայի մեջ, փորը առանձին, գիշերը կմնա, տես լցրել եմ, գիշերը մնացել է, այրան ջուրը դուս է տվել, և փորն էլ առանձին, սիրելիներս, եթե կգնեք անպայման կհանեք այդ տոտիկի արանքի կտորը, սիրելիներս խաշի հետ միասին գնումներ է կատարել, ընդեղ են որդիկ, տեսեք, սա ընկյուզ է, ինչքան խոշոր լավ ընկյուզներ են, կարևորը թարմ է, այս տարվա է, շաբաթ օրը հյուրեր ունենք, գնել ենք հյուրերին հյուրասիրելու համար, սա հնդկական ընկյուզ է բոված, իսկ սա նորից հնդկական ընկյուզ է բոված չի, առանց բովել է, նուշ է, սիրելիները տեսնում եք, խոշոր լավ նուշ, սա սիստակ է, կլեպով, գեղևով, հնդկական ընկյուզ է, աղով բոված է, արդեն պատրաստի է, այստեղ պնդուկներ են, նորից թարմը լավ, խոշոր և չամիչ են, նորից շատ խոշոր, այս չամիչը շատ եմ հավանում, ճիշտ որ խոսենք, սև չամիչ չեմ սիրում, սիրում եմ դեղինը, տեսնում եք խոշոր, ընտիր, այստեղ կիվի չիր է, արդեն սուրճ ենք խմել և մանգոյի չիր, արդեն փորձել ենք սրճի հետ, սա էլ սերկեֆիլի չիր է, շատ ընտիր դեղին, սիրելիներս մնացած չիրերնի տեսականիից էլ ունենք սարցախցիկով կհանենք և կհյուրասիրենք մեր հյուրերին, համեցեք, ձեզ էլ կհյուրասիրեմ մեծ սրտով իմ լավ բարեկամներ, հարազատներ, սիրելիներս, թող Աստված բոլորի օջախներում առատ բերք ու բարիք տա, սեղաններդ առատ լինի, միշտ լեփ լեցուն լինի, ամեն տեսակի համեղություններով։ Այստեղ էլ հարսս իրեն գնել է գեղեցիկ տակ, մոդայ պուտկաներից, բալոնչիկներից։ Ասենք շնորհավոր, առողջ հագնի, սիրելի հետևորդներ ջան։ Գիտեմ, որ դուք եք իմ հարցին սիրում, անպայման հաստատ գիտեմ, որ գրել եք, շնորհավոր լինի տիկին Մարինե։ Ես էլ կասեմ, շատ շնորհակալ եմ, իմ լավ բարեկամներ, սա էլ գոտին է։ Գնել է նաև տակ, շատ լավ, դարձյալ մոդայի, սապոկներ, շատ տաք է, կարևորը որ տաք է, տեսնում եք։ Հարմարավետ, աշխատանքի գնալ գալուն, շատ հարմար է։ Մի հատ մեր հայկական դանակների նման դանակ, այստեղ երեխաների չիպս և սոկ, ըմպելիք։ Մի
թեթև ամեն օրվա տազիկ է օգտագործելու համար, շատ միս լինի լվանա, օգտագործենք սննդի մեջ, ոչ թե լվացքի, այլ սննդի։ Այս էլ այսօրվա գնումները։ Եղեք առողջ և օրհնված, իմ սիրելի բաժանորդներ ջան, աշխարհով մեկ սփռված հայեր ջան։ Իսկ հիմա ձեզ ասում եմ բարի գիշեր, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։